Այսպիսի դեղցառատ, դեղցաշատ, դեղցասեր մարդիկ լավ է, դեղցդ մեր կյանքում շատ թող լինի։ Դեղցասեր մարդիկ եւ տաղավարում եւ վստահ եմ էկրաններից այն կողմ, որպես հեռուստադիտող։ Այո, իսկ մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից ու արդեն մեր տաղավարում է մարդ, ով կարելի ասել մի նոր նշաձող սահմանեց համաշխարհային օպերային արվեստում, ում ծափահարել են աշխարհի ամենահեղինակավոր թատրոններում։ Այսօր նա համաշխարհային օպերային փառատոնների, թատրոնների թոփ խաղացանկերում է։ Մեր տաղավարում է օպերային արտիստ, տենոր, պետական մրցանակակիր Արսեն Սողոմոնյանը, նա Հայաստանում է եւ չէին կարող առիթը բաց թողնել ու նրան մեր տաղավարում չհրավիրել։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Եկեք սկսենք սկզբից, ինչպես է սկսվել ձեր ճանապարհը դեպի օպերային արվեստ եւ միջազգային բեմեր։ Դա շատ երկար կստացվի սկզբից սկսելը։ Սկսել եմ շատ վաղ հասակում երաժշտական դպրոցից, այնուհետև կոնսերվատորիա եւ այսպես շարունակ պրոֆեսիոնալ աշխատանքով։ Մեր օպերային թատրոնը եւ հետագայում այլ օպերային թատրոններ։ Բայց ինչպես է ստացվում, որ դուք լինելով նաեւ այս ճանապարհի մասնակից, ձեզ հետ եք ունեցել նաեւ կուրսեցիներ, ձեզ հետ կային նաեւ գոլեգաներ, ովքեր որ ենթադրենք այս բարձրության եւ այս բարձունքներին չհասան։ Երևի թե ստերեոտիպին հասմիկը այս կարևոր կետն էր ուզում արդեն։ Ինչպես է ստացվում, որ, չգիտեմ, X քանակությունից հենց մի հոգի կարող է այսպես բարձրության մեջ լինել։ Հրաշալի պրովոկացիոն հարց եք տալիս։ Հիմա ես պիտի պատասխան գտնեմ, որ մեծամիտ չհնչի եւ միևնույն ժամանակ չվիրավորեմ իմ հետ սովորած իմ գոլեգաներին, ընկերներին։ Բանն այն է, որ բոլոր երևույթները կյանքում ազդում են երկեցողության վրա։ Կան շատ տաղանդավոր մարդիկ, օժտված մարդիկ, ովքեր որ ժամանակի ընթացքում ինչ որ այլ հետաքրքրությունները իրենց կյանքում առաջ են գալիս։ Ենթադրենք աղջիկների դեպքում, որոնք շատ օժտված երգչուհիներ կարող էին լինել, առաջնահերթ գալիս են ընտանիք կազմել, մայրանալ եւ այլն եւ այլն։ Կամաց պրիորիտետները փոխվում են եւ իրենք գնում են այդ ճանապարհով։ Կան երգիչներ, ովքեր որ սիրելով դասական արվեստը սկսում են կոնսերվատորիայում, բայց կյանքի ինչ որ տեխնիկական հարցերը, առօրյան կենցաղը ստիպում են աշխատել։ Նրանք սկսում են ծառայեցնել իրենց ձայնը, գումար վաստակելու, ընտանիք պահելու, կամաց շեղվում են, գնում են էստրադային, ջազային ժանրեր։ Դասական արվեստին հավատարիմ մնալու համար ներքին մեծ հավատ, սեր, նվիրվածություն եւ անսահման զոհաբերության մի շարք է հարկավոր, որպեսզի հասնես արդյունքի։ Դասական արվեստը շատ-շատերի կարծիքով եւ շատ-շատերի համար արդեն որերորդ տարին եւ որերորդ տասնամյակ համարվում է մեռնող արվեստ։ Բայց ցեզ դիտելով եւ նաեւ նկատի ունենալով այն ամբողջ նվագախումբը, օպերաները, որ էլի բեմադրվում են նոր, ոնց որ թե անընդհատ հետաձգվում է այս պահը։ Այդպես է, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, այդպես էլ պետք է լինի։ Պետք է հետաձգվի, որովհետեւ մեծամասնությունը դասական արվեստը այնուհանդերձ ինտելեկտուալ արվեստ է։ Եվ մենք ունենք հասարակության մեջ աշխարհի չափերով ասած, ոչ միայն Հայաստանի մասն է խոսքը, այլ մարդկության։ Մենք ունենք ոչ բոլոր շերտերն են, որ կարող են ինտելեկտուալ բավարարվել կամ հասկանալ կամ մեկնաբանել կամ ընդունել դասական արվեստը։ Եվ ի վերջո դասականից ծնվում են տարբեր ուղղություններ։ Լավ էստրադան ծնված է դասական արվեստից։ Եթե դուք լսեք մեծանուն իրոք լավ ջազմենների, լավ էստրադա մեկնաբանողների, դուք կգտնեք այնտեղ եւ Բեթհովեն, եւ Մալլեր, եւ Բրուկներ, հավատացնում եմ ձեզ։ Արամ Խաչատրյանն էլ էստեղ պիտի ասել։ Իհարկե, եւ Արամ Խաչատրյան։ Եվ այդ ճյուղերը կամաց մեկնաբանվելով դառնում են ավելի մատչելի երաժշտություն տարբեր շերտերի համար, բայց դասականը չի կորցնի եւ երբեք չի մահանա, կմնա իր բարձրունքի վրա։
մեր խնդիրն էլ այն է, որ ինչքան հնարավոր է ավելի շատ երիտասարդություն ընդգրկել այդտեղ, բերել դեպի դասականը, հասկացնել, որ սա ունի իր գեղեցիկ երևույթը։ Գիտեք, ես վերջերս դասական արվեստը համեմատեցի մոդայի հետ։ Տեսեք, բոլորը առօրյայում կիրառում են ինչ-որ հագուստ, հանգիստ, հարմարավետ եւ այլն, բայց շատ կարևոր օրեր իրենց կյանքում, հարսանիք, եզրափակիչ տարվա դպրոցավարտական եզրափակիչ օրը, բոլորը գնում են գեղեցիկ ֆրակներ, սմոկինգներ, աղջիկները հագնում են երեկոյան շորեր, փոխում են մեյքափը, նայում ես ոնց որ 17-16-րդ դարի մի գեղեցիկ տեսարան լինի, բոլորը այդ օրը շատ գեղեցիկ են, որտեղ համարում են, որ կյանքի այդ ամենակարևոր օրերը, լուսանկարները, հիշողությունները պիտի համալրվի այդ գեղեցիկ հագուստներով, սա դասական արվեստն է։ Եվ նաև մենք տեսնում ենք YouTube-ում ձեր դիտումները, որոնք միլիոնավոր են, եւ այստեղից կարելի է ենթադրել, որ իսկապես մարդկանց հետաքրքրում է եւ մարդիկ ունեն այդ ինտելեկտուալ շեմը, որպեսզի լսեն եւ ընկալեն ձեր ստեղծագործությունները։ Որքան ժամանակ եք հասցնում լինել Հայաստանում, պարոն Սողոմոնյան։ Շատ չեմ հասցնում, կարճ ժամանակով եմ լինում եւ եթե հասցնում եմ ինչ-որ մի համերգ տարին գոնե մի անգամ կազմակերպում։ Անցյալ տարի համերգները եղան մի քիչ շատ, տարբեր ռեպերտուարներով, ուզեցին կիսվել ժողովրդի հետ որոշակի պատկերացումներով, կարծես ստացվեց, լավ ստացվեց։ Այս տարի այնքան հագեցած է, որ չի ստացվում։ Տեսնենք ոնց կլինի։ Այո, եւ իհարկե ստեղծագործությունները, որոնք ես կատարում եմ, երբեմն այնքան մեծ աշխատանքի եւ հավատքի կերպարները հասկանալու, խորանալու, աշխատելու արդյունքում դառնում են իմը, որ հավանաբար տպավորություն է ստեղծում, որ դրանք իմ ստեղծագործություններն են, բայց իհարկե դրանք մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ են, որ ես պատիվ ունեմ կատարելու։ Միջազգային հարթակներում բազմաթիվ ելույթներ ունեք ու այստեղ հայ լինելը որքանով է օգնում կամ գուցե խանգարում, եթե այդպես է, եւ արդյոք այնպիսի միջազգային հարթակներ եղել են, որտեղից հանդիսատեսը ճանաչել է ձեզնով նաեւ հային։ Գիտեք, ես պետք է ասեմ, որ այսօր աշխարհը գնում է մի հետաքրքիր սկզբունքով, չկենտրոնանալ ազգությունների վրա։ Եթե մարդը կատարում է պրոֆեսիոնալ իր աշխատանքը, ապա ընդունել եւ հարգել հավասար, առանց որևէ պատկերացումների։ Բայց անձնական շփումների ժամանակ գոլեգաների հետ, դիրիժորների հետ, ովքեր որ երբեք չեն եղել Հայաստանում, Հայաստանը ի վերջո ունի շատ մեծ պատմություն։ Այն մարդիկ, ում հետ ես եմ շփվում, թատրոնի մարդիկ, գրեթե բոլորը ինտելեկտուալ եւ զարգացած մարդիկ են։ Ինձնով չի, որ պիտի Հայաստանի մասին իմանան, մենք պատմության մեջ ունենք մեր հետքը։ Բայց եւս մի անգամ ինձնով համոզվում են, որ Հայաստանը ինձնով իմ մյուս գոլեգաներով, որոնք շատ են աշխարհում, երգում, նվագում եւ բարձրակարգ ձևով ներկայացնում, եւս մի անգամ մենք ցուցադրում ենք, որ մեր գոյությունը պատահական չի մոլորակում։ Եվ մի անգամ եւս նրանց հայացքը բերում ենք դեպի մեր երկիր եւ հրավիրում ենք այստեղ գալիս են, մի անգամ եւս հրապուրվում են, սա շատ հաճելի է, բայց կարծում եմ Հայաստանը ինքն իրենով հայտնի է բոլորին։ Արամ Խաչատրյանը անընդհատ ասում էր, որ իր մեծագույն սերը հայրենիքն է, բայց նա ապրելով սովետական ժամանակահատվածում, որտեղ հայրենիք հասկացողությունը շատ տարալուծված էր եւ նա Մոսկվայում է հիմնականում ապրել եւ ստեղծագործել համաշխարհային գրեթե բոլոր բեմերում եղել է, երբեք ինքը տուրքը չի տվել նրան, որ ինքը հայ է, նա արել է մի գործ, որի մեջ շատ հայկականություն կար։ Եվ սա ոչ միայն նա է նկատում, այլ նկատում են այսօր գրեթե բոլորը։ Այդ ձեզ համար կա մի որևէ ստեղծագործություն, որ ամենահայկականն է, երբ որ դուք կատարում եք։ Ես պետք է ասեմ, որ նման խոսույթները, հայրենիքի հանդեպ սիրո արտահայտությունները եւ դրսևորումները ինձ համար ոչ մի արժեք չունեն։
եւ աշխատում եմ զերծ պահել ինձ նման արտահայտություններից, որովհետեւ երբ նման սիրո մասին է խոսքը, որը որ չի քննարկվում, չի բարձրաձայնվում, արդեն ինչ որ կեղծիք է լինում։ Կարծում եմ, որ ցանկացած մեր ժողովրդական երաժշտություն, որով ես նույնիսկ երբեմն շատ կարևոր ելույթներից առաջ ձայնավարժություն եմ անում, վերականգնելու եւ արտնացնելու իմ մեջ սերը երգեցողության հանդեպ, որովհետեւ դասական երգեցողությունը, օպերան ի վերջո մի պահ է գալիս, երբ դու 5, 6, 10 ներկայացում պիտի երգես 2 օրը մեկ, 3 օրը մեկ, սա աշխատանք է, սա ամեն անգամ գտնել այդ վերաբերմունքը, գալ բեմ երգիչ իբրև, այլ ոչ թե վոկալիստ, որը գալիս է կոնկրետ նոտաներով ձայն է արտաբերում եւ հոգեվորը կորում է, շատերի մոտ դա դառնում է մեխանիկական ինչ-որ մի երևույթ։ Դա պահպանում եմ մեր հայկական ժողովրդական երգերով եւ շատ հաճախ իմ գոլեգաները կփաստեն, որ իմ սենյակում մինչեւ բեմը նրանք լսում են ինչ-որ անծանոթ մեղեդի, հայկական մեր գեղեցիկ ուղիղ ձայնով առանց ավելորդ խաղերի, ավելի հարի մեր հարևան պետությունների, ես երգում եմ մաքուր ձայնով, բայց հոգով եւ սրտով, արտնացնելով իմ մեջ այդ սերը, ինչի եմ ես զբաղվում այս մասնագիտությամբ, գալիս բեմ եւ մեկնաբանում Պուչինի, Վերդի եւ այլն եւ այլն։ Եվ դա համադրումը հրաշալի է ստացվում, հավատացնում եմ։ Երբ իմ սենյակում ես ձայնավարժության փոխարեն երգում եմ մեր ժողովրդական երգը եւ այդ հոգեբանությամբ գալիս ու երգում պայացները, հավատացնում եմ շատ իրական եւ գեղեցիկ է հնչում։ Իսկ որոնք են այդ երգերը, որոնք երգում եք, այդ հայկական երգերը։ Շատ են, ես շատ հին երգեր եմ երգում, որոնք նույնիսկ այսօր մոռացված են։ Ես շատ սիրում եմ այդ երգերը, ժամանակին Նորայր Մնացականյանն էր երգում իր երգացանկում ուներ եւ Հովանես Բադալյանի կատարումներից ինձ լսած հասած շատ գեղեցիկ երգեր ունենք ժողովրդական, որը իդեպ ձայն է պահանջում է դասական շնչառություն, նորմալ երգեցողություն եւ հավատացնում եմ ցանկացած հորինված վոկալիզներից ավելի լավ է բացում, որովհետեւ բացելով ձայնը նա բացում է նաեւ հոգին, արտահայտումը եւ դու բեմ ես գալիս ոչ թե ինչ որ մի այսպես կոնկրետ նոտաներ երգող մարդ, այլ գալիս է երգիչ, որը այդ էմոցիաներով իր սերը արտացոլում է Պուչինի, Վերդի երաժշտության միջոցով։ Իսկ հայկական, այսպես ասած, երկացանկում Սայաթնովան էլ տեղ ունի։ Իհարկե, ինձ համար ունի։ Որովհետև ասում են, հիմա ձեզնից պիտի իմանանք, որ եթե դու ուզում ես մի որևէ տեղ երգես եւ մարդիկ իմանան, որ դու կարողանում ես երգել, պիտի երգես Սայաթնովա։ Դա ճիշտ է թե՞ Նաեւ ինչու ոչ, իհարկե։ Գիտեք, օպերային երգեցողությունը, դասական երգեցողությունը իր կոնկրետ ուղղվածությամբ երբեմն կարող է սառը թվալ, եթե դու դրա մեջ չդնես հոգի եւ սեր։ Մեր ժողովրդական երգերը, մեր իրական ժողովրդական երգերը, այն երգերը չէ, որ այսօր հայերենով երբեմն կատարվում են, այլ ուղիղ գեղեցիկ ձայնի հնչողությամբ, երբ այդ ամենը պահանջում է հրաշալի բարձրություն եւ այլն, մեկնաբանություն, բառի հանդեպ, հասկանում եք, այս ամենը բերում է լիովին դասական կատարման։ Պարոն Սողոմյան, ներողություն հաս, դուք շատ գեղեցիկ հայերենով եք խոսում, շատ կիրթ հայերենով եւ շատ նախանձելի հայերենով եք խոսում։ Լեզվամտածողությունը ձեզ մոտ հայերեն է, որովհետեւ լիբրետոները հիմնականում իտալերեն են լինում։ Դուք ո՞նց եք կարողանում այսպես բառից լեզվից լեզու անցնել։ Այդ բառը, երբ որ դուք ասում եք, դուք դա ընկալում եք հայերեն լեզվամտածողության մեջ, թե իտալական լեզվամտածողության մեջ։ Գիտեք, պետք է ասեմ, որ բանն այն է, որ հիմա մենք զրույց ենք վարում հանրային, ուրեմն հարթակում, բայց ես առօրյայում եմ այսպես խոսում։ Այնպես չի, որ հիմա դուրս եմ գալու ու իմ խոսելաձևը փոխվի, ճանաչողները գիտեն,
Հարորիայում հարազատներիս հետ, սա իմ խոսելը ոչն է, սա իմ կերպարն է եւ ես այսպիսի մարդ եմ։ Բայց եթե մենք հիմա անցնենք ռուսերենի, հավատացնում եմ ձեզ, դուք կլսեք գրեթե նույն մակարդակի խոսույթ եւ խոսակցություն։ Եվ ձեր մոտ ոչ մի կասկած չի հարուցի, նույնիսկ կարող է մտածեք, ես հայերենի չեմ տիրապետում։ Երբ աշխատում եմ իտալերենով եւ օպերայի մեջ ուսումնասիրելով շորեր, շաբաթներ տևում են, երբ մենք սովորում ենք դերը, հետո ամիսներ, երբ դա գալիս է քո օրգանիզմ, ճիշտ է շատ ժամանակներ են լինում, որ դեբյուտը շատ ավելի մոտ է, քան դա գալիս է, հասցնում ես մարսել, օրգանիզմը ճանաչի, դա էլ արդեն պրոֆեսիոնալության օգնությունն է գալիս, բայց ժամանակ պետք է։ Եվ այդ ամբողջ ժամանակը աշխատելով դերի վրա, ամեն բառի վրա, բառի մեկնաբանության, շեշտադրության, հենց որ գալիս ես բեմ իտալական օպերայում պիտի երգես այդ դերերքը, ակամայից այդ ֆիզիկական հիշողությունը, մտավոր հիշողությունը եւ մարմնավորումը, որ դու վերցրել ես կերպարը քեզ վրա, այլևս դու հայերեն խոսող Արսենը չես, դու Օթելոն ես, դու Կանյոն ես։ Եվ եթե դու հավատացել ես եւ փորձում ես մարմնավորել, անցկացնել քո մեջով Ստանիսլավսկու տրված համակարգով, եւ ի վերջո եթե դա չստացվի, հավանաբար չեն բացվի նման թատրոնների դռներ, դա պիտի լինի, որ ինչ որ ձևով առանձնանա քո կատարումը, քո մեկնաբանումը, չլինի հազարավորներից մեկը։ Հետևաբար դու մտածում ես բեմում իտալերեն եւ հավատում ես, որ դու Կանյոն ես, Կանյոն, որը իր էմոցիան արտահայտեց այդ բառով եւ այդ բառը այնքան արդարացի է, որտեղ դու դա էմոցիոնալ ձևով ճիշտ տեղին ես ասում, բոլոր երաշտական ակցենտները, խոսքի, զգացմունքային շարժումը ամեն ինչ համընկնում է։ Եվ այդ ժամանակ դու կարիք չունես նույնիսկ մտածելու որևէ լեզվով, դու մտածում ես լիբրետոյի լեզվով, կերպարի լեզվով։ Սա է։ Քանի որ իտալական վոկալից խոսեցինք, իտալերենից խոսեցինք, այս շատ արտիստների համար երազանքել ասկալայում ելույթ ունենալը, որն է ձեր ամենասիրելի բեմը, որն է ձեր ամենասիրելի վոկալը եւ որքան հաճախ եք ելույթներ ունենում դուք։ Ելույթները շատ հաճախ են, լեցուն գրաֆիկը, ինչի համար շատ ուրախ եմ։ Սիրելի բեմ հասկացողությունը հավատացնում եմ օրեր առաջ ասացի, երբ բեմում ես տարբերություն չկա ընդհանրապես։ Սիրելի թատրոն հասկացողությունը, եթե խոսում ենք արխիտեկտուրայի մասին, իհարկե տարբեր կառույցներ կան, որ նայում ես, հարապուրվում ես, բայց ինձ համար թատրոն հասկացողությունը եւ օպերա հասկացողությունը դա գործողությունն է, երևույթը։ Եվ այդ երևույթը ես այնքան եմ սիրում, որ նույնիսկ կյանքում չեմ տարանջատում իմ բնույթը այդ գեղեցիկ երևույթից։ Հետևաբար շենքի եւ կառույցի տարբեր ֆորմաները ինձ համար չեն հանդիսանում թատրոն։ Թատրոնը հենց այն երևույթն է, երբ ես դուրս եմ գալիս բեմ հանդիսատեսի առաջ եւ դա բոլորը նույնն են։ Իսկ հանդիսատեսն է նույնը ձեզ համար, եվրոպական հանդիսատեսը Նյու Յորքում եք ելույթ ունեցել այնտեղի եւ հայկական հանդիսատեսը։ Հանդիսատեսը, որը սիրում է օպերա, սիրում է դասական արվեստ, նույնիսկ այն հանդիսատեսը, որ գալիս է օպերային թատրոն համարելով, որ դա պրեստիժ է, համարելով, որ պիտի անպայման այցելի մետրոպոլիտեն, քանի որ տուրիստ է եկել է այնտեղ, կամ մեծ թատրոնը Մոսկվայի, կամ Grand Opera եւ այլն, կամ Covent Garden, հավատացնում եմ նրանք բոլորը գտնվում են մի քիչ ավել, մի քիչ պակաս նույն հոգեբանության մեջ եւ մեզ համախմբում է օպերային արվեստն ու երաժշտությունը նույնիսկ իր բոլոր ցուցադրական կողմերով նույնիսկ եթե եկողները տուրիստներ են եւ չեն էլ հասկանում ինչ բայց եկել են մետրոպոլիտենը տեսնելու այդ պահին այդ պարագայում նրանց ապրումները համընկնում են թատրոնի գաղափարների հետ եւ սրանով միավորվում դրա համար այո բոլոր թատրոն եկող հանդիսատեսը հայ ռուս անգլիացի Ամերիկայում ապրող տարբեր ազգությունները թատրոնի պատերի ներքո շատ նման են իրար, քիչ են տարբերվում։ Դուք հրաշալի բացատրում եք ամեն ինչ,
նույնիսկ եթե ամենադժվար հարցերն էլ հիմա մենք փորձենք տայինք, դուք շատ հանրամատչելի լեզվով կբացատրեիք մեզ։ Դուք ունեք ուսանողներ կամ ունեք աշակերտներ, որոնց որ դուք տալիս եք այս կարևոր հմտությունները եւ ովքեր են եղել ձեր ուսուցիչները, ումից եք դուք ազդվել, ումից եք սովորել, ով է եղել ձեր էտալոնը, այն բարձունքում կանգնած է, Օլիմպոսից իջած մեկը, ում դուք նայել եք եւ լիքը բան սովորել եք։ Իմ ուսուցիչը երաժշտական դպրոցում եղել է հրաշալի կին Լիաննա Տերոգանիսյան, Լիաննա Գալուստովնան, մինչև օրս էլ մեր շփումը պահպանվում է։ Կոնսերվատորիայում եղել է Ռաֆայել Հակոբյանցը, ցավոք, որը արդեն մեզ հետ չի։ Ֆենոմենալ երաժիշտ, ջութակահար եւ երգիչ։ Փայլուն լսողության տեր մարդ եւ փայլուն անձնավորություն։ Սա շատ կարեւոր է ուսանող եւ դասախոս կապի մեջ։ Այս երկու մարդիկ են եղել իմ կյանքում։ Ես կոնսերվատորիայի տարիներին բարիտոն էի, հետո 8 տարի է ինչ տեղափոխվել եմ տենորային ռեպերտուար, որովհետև ամբողջ կյանքս սիրում էի դա, բայց տեմբրը այնքան հարուստ էր եւ թավ, որ վոկալի հնարքները սովորեցի բարիտոնի տիսիտուրայում, քանի որ ռիսկային էր երիտասարդ հասակում, երիտասարդի հոգեբանությամբ երգել դրամատիկ դերերը, դա կարող էր կործանարար լինել, էմոցիոնալ ֆոնը կարող էր ծածկել հնարավորությունները վոկալային եւ ավելի առաջ ընկնելով խեղդեր այդ ամենը։ Ռաֆայել Հակոբյանը հրաշալի դասախոս լինելով ուղղակի խնդրեց եւ արգելեց մինչեւ 30-31 տարեկան նման էքսպերիմենտների գնալը եւ ես Աստծուն եմ շնորհակալ, որ ինձ տվեց այդ խոհեմությունը լսել եւ սպասել դրան։ Եվ 32-ում նոր կամած ես կարողացա շոշափել այդ տենորային դրամատիկ տենորի տիսիտուրան եւ անցնել այնտեղ։ Ինչ վերաբերում է ուսանողներին, որպես այդպիսին չէ, ուսանողներ չունեմ, բայց գրանցած հաջողությունները, ելույթները շատ երիտասարդների մոտենում են, խնդրում են իրենց լսել, մի քանի կարծիք հայտնել, իհարկե սա ոգևորող է եւ շատ հաճախ վերջերս մի քիչ էլ ես իմ տարիքից մեծ եմ երևում ավելի մեծ հարգանք եմ ներշնչում իրենց, նույնիսկ իմ տարիքի տղաները գալիս են, այնպես են հետս խոսում, ոնց որ ես արդեն մի ակսակալ մեկն եմ, բայց նույնիսկ միգուցե ամիսներով ինձանից մեծ լինեն, ինչև է, լսում եմ եւ ոնց եղավ 32 տարեկան էի արդեն շատ էին մոտենում։ Խնդրում ենք մեզ ցույց կտակ, սա մեզ ցույց կտակ, մի հատ ինձ կլսեք, դե հաճելի է, լսում եմ, տենորներ էին գալիս, սկսեցի ցույց տալ ինչ-որ բաներ, տեսնում եմ արդեն ինձ մոտ ստացվում է, հեշտությամբ ցույց եմ տալիս եւ կամաց սկսեցի շոշափել եւ ի վերջո տեղափոխվեցի այդ իմ երազած, այսպես ասած, տիսիտուրան եւ ռեպերտուարը, քանզի փոքր տարիքից միշտ սիրել եմ տենորի հնչողությունը, այդ երգեցողությունը, այդ պորտքումը եւ հենց դրամատիկ։ Իհարկե, ինչ վերաբերվում է կումիրներին եւ այլն, չեն եղել այսպեսի, ունեմ շատ սիրած երգիչներ։ Մեկի մոտ էս կատարումն է անգերազանցելի, մյուսի մոտ մյուս կերպարը եւ այլն։ Եվ իհարկե մեծ մասամբ սրանք իտալացի երգիչներն են, Ֆրանկո Կորելի, Բենյամինո Ջիլին, որ ինձ համար մի այլ բարձրունքի վրա է, Կարուզոյի ձայնագրությունները ինչ մեզ հասել են, Մարիո դել Մոնակոն, այսինքն այն անունները, որը բոլորս սիրում ենք, բոլորս ճանաչում ենք եւ մեր հետագայում արդեն մեր իրականության մեջ մեր մեծանուն Գեգամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, որ բացեցին մեզ համար այս աշխարհի դռները, առաջինները, այսպես ասած, որ թույլ տվեցին մեզ որպես եւ իբրև հայ ներկայանալ ու արդեն չզարմանան աշխարհում, որ ես որտեղից են, ովքեր են եւ այլն, նրանք այդ հարթակները արդեն ոնց որ ասած անցել էին եւ սա շատ հաճելի զգացում է։ Մեր զրույցն է լինելու է շատ կարևոր
այսպես ասած, case բոլոր նրանց համար, ովքեր ուզում են փոքր-ինչ մոտենալ գոնե դասական արվեստին, դասական երգիծողությանը, եւ հետո կնայեն եւ շատ բաներ կլսեն եւ կիմանան ձեզանից, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ ենք, որ մեր տաղավարում եք, շնորհակալություն, որ ձեր հագեցած գրաֆիկում կարողացաք գոնե մի 20 րոպե ժամանակ գտնել գալ մեզ մոտ եւ շնորհակալություն զրույցի համար։ Չեն կարող ձեզ բաց թողնելուց առաջ ձեզ չվայելել հերթական անգամ, բայց արդեն ձեր կատարումներից մեկը հենց հիմա մեր եթերում մեր տաղավարում էր օպերային արտիստ, տենոր, պետական մրցանակակիր Արսեն Սողոմոնյանը։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Շնորհակալ եմ շատ։